Բարի երեկո սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, բայց շատ հոգնած եմ, առավոտից տանից դուրս եկած էինք, հազիվ եկել եմ տուն, վազել գործի, հիմա էլ գնում եմ տուն, մի քիչ հոգնած, երևի թե գարուն է, չնայած ջերմաստիճանը պիտի իջնի, միգուցե դրանից էլ է, բայց այսօր իմ շրջապատում բոլորն էին դժգոհում, անգամ ճուտոս հոգնած էր, շատերը հոգնած էին, թե մեծերը, թե փոքրերը, երևի թե գարուն է, էլի դրանից է, դեռ լավ է եղանակը, ջերմաստիճանը պիտի իջներ, ես հագա այս վերնահագուստս, բայց փաստորեն ցուրտ չէր, դրա համար այսպես քանդած ման եմ գալիս, փողոցը անցնեմ, մերսի, ահա, կանաչեր իմ ճանապարհներ, բայց որ այդ կողքի փողոցից գալիս են, իրենք կանաչի տակով անցնում են, գնացել ենք նաև նայել թե որտեղ է այդ համալսարանը, որտեղ որ ես 2 օր հետո քննության եմ, ամսի 12-ին եմ քննության, շենքը իմացել եմ, որ ուշացած հանկարծ չգնանք, որովհետև մի քանի մասնաշենքեր են, բանավորը մի ուրիշ շենքում եմ հանձնելու, գրավորը մի ուրիշ շենքում, հիմա սկզբում գրավորն է, այն սկզբում ավելի հավեսով էի պարապում, հիմա օրերը մոտենում են, ժամանակ չի լինում, որ նստեմ հանգիստ պարապեմ Ժողովուրդ ջան, խոսքով Ժողովուրդ ջան, գնում եմ տուն։ Լրիվ գարնանային ընթրիք, տեսեք ինչքան ախորժելի է, կծու ծիծակով, դե հիմա էլ խորհուրդ տվեք տեսնեմ, որ էտապում է իմ խոլորձը, լավ մաքրել եմ տերևները, արտակարգ աճել են, եթե հիշում եք, շատ են մեծացել, մեկը աճել էր, բայց ծաղկելու ժամանակը չի, ինչ կասեք, չի ծաղկել դեռ։ Բարի լույս սիրելի հետևորդներ, այսօր չորեքշաբթի է և ես հենց հիմա տանից դուրս եմ գալիս, գնում եմ Դելֆ B1 քննության, այսօր գրավոր քննությունն է, ամբողջ գիշեր իմ սովորության համաձայն լավ չեմ քնել, առավոտ ժամը 5-ին արթնացել եմ, հիմա 8:20 է, տանից դուրս են գալիս, քննությունը պիտի սկսվի ժամը 9-ին։ Հուսամ ամեն ինչ բարեհաջող կանցնի, լավ թեմաներ կընկնեն, հաջող կհանձնեմ քննությունս, դե գնացինք, շենքը եթե հարմար լինի պահը կնկարեմ, կմիանամ ձեզ, եթե ոչ քննությունից դուրս կգամ, այդ ժամանակ կմիանամ, առայժմ կհանդիպենք։ Ահա և իմ հրավիրատոմսը, որով էլ պիտի ներկայանամ այնտեղ, 2 քննության համար է տված, այսօր 12-ն է արդեն, գնացի։ Ժողովուրդ ջան եկա հասա, հիմա գնամ այդ շենքը ջուր էլ վերցրեցի, արդեն մարդիկ կային այդ կողմերում, մի խոսքով ես իմ սովորության համաձայն անհանգիստ եմ, խառնվում եմ, չգիտեմ ինչի էլի չի անցնում ես բնավորությունս, ժամը 12-ին է վերջանալու, բայց ինձ թվում է 10-ին կսկսենք, մինչև մեզ տեղավոր է նստացնեն, դե լավ առայժմ տեսնեմ ոնց եմ մտնում, փաստորեն երեք որ շենքի միջով ցույց տվեց, այդ ձև չեմ գնալու, շենքի եզրով այսպես մի լավ շրջան եմ անելու, գնամ այն մյուս շենքը հասնեմ, այ շատ հաճելի աղջիկներ ասում չես մատում ես կամով չես գնալու, տրամադրությունս լավ է, բայց Ժողովուրդ ջան ուղղակի սովորություն է էլի, դե լավ հələ գնամ տեսնեմ, լավ պտտվում եմ, սա Վիլնովդաս քաղաքում է, ես անցած անգամ ասեցի, որ շատ փոքր քաղաքներ կան, որոնք ոնց որ լիլի մեջ են էլի մտնում և համալսարանները էստեղ են, հիմա ես եկել եմ համալսարան էստեղ քննություն տալու, հա, դե ես ձև պտտվեմ, դե լավ կհանդիպենք։ Որքան տեղեկացված եմ, այս հատվածում, ընդհանրապես Լիլում 3 համալսարան կա, պետական համալսարաններ են, և ես հիմա գտնվում եմ երևի թե 2-րդ համալսարանում, պիտի անցնեմ այս սիրուն բլուրները և այս գեղեցիկ թփերը, և արդեն կերևա դիմացի շենքը, ահա այնտեղ եմ գնում, փայտից այդ շինությունն եմ գնում։ Ժողովուրդ ջան, հենց նոր քննությունից դուրս եկա, ժամը 12-ն է արդեն, մի ժամ 55 րոպե տևած, շատ հոգնած եմ, անկեղծ ասած, 3-րդ հարցից էի ավելի շատ վախենում, բայց ինձ թվում է 3-րդ հարցը ամենալավն եմ գրել, առաջ 2-րդը
առաջի հարցերը լսում էիր, պատասխանում էիր, բայց շատ ծավալ ուներ։ Երկրորդի մեջ մտնում էր մի քանի տարբերակ, չնայած առաջինի մեջ էր 3 տարբերակ էր, երկրորդի մեջ 2 տարբեր բաներ, նյութեր, որոնք պիտի կարդայինք ու հարցերին պատասխանենք։ Առաջինը ոչինչ 5 ընտրություններ, 4 ընտրություններ, ասենք, օտել ընտրելու տեքստերը կարճ էին, բայց խճճող այդ ոչինչ, իսկ երկրորդ տեքստը այնքան ծավալ ուներ, շատ, պատկերացրու դա ավելի շատ ժամանակ ու էներգիա խլեց, քան երրորդը։ Երրորդն է մեսաժ էր, ինչ որ advocat ուզում էր իր մասնակցությունը 30 տարեկանում փոխեր եւ նոր մասնակցության հետ կապված պրոֆեսոր էր ուզում դառնալ, թերթում տպել էր ինչ որ մեկը, ես կոնկրետ իմ կարծիքը պետք է գրեի, իմ փորձառությունը, ինձ թվում է դա ամենահաջողն աղը, չգիտեմ հələ պատասխանը կիմանամ։ Ուրեմն այդքան շուտ եկանք, մինչև ստուգեցին, ես 87-ն էի, 5-րդ խումբ, 97 հոգի կային, այդքան շատ մարդ, փաստորեն տարբեր ազգեր, շատ, չգիտեմ, դե ընթացքում խոսել չի կարելի, հեռախոսներ, պայուսակներ հավաքեցին, մի քիչ ասենք միջև այդ լավ ստուգեցին, ամեն դեպքում ժողովուրդ ջան հոգնած, այն որ ասում ուժասպառված, գնում եմ, հազիվ տեղավորվեցի էլի, 5 րոպե շուտ վերջացրեցի, տեքստը շատ էր, նույնիսկ ես բանն էլ պետք է 160 բառ գրեինք, ես դե շատ գրեցի, հաշվեցի շատ էր, մի խոսքով, այ Կարենը պտի գար ինձ տաներ, եթե շուտ դուրս գայի ես էի տուն գնալու, եթե ժամին ինքը պտի գա, երևի եկել է, արդեն փողոց եմ դուրս գալիս, տեսնեմ ուր է, կհանդիպենք։ Շոր ջան, գործ եմ անում, բայց որոշեցի միանալ ձեզ, մի քանի րոպե զրուցել, ինչ եմ անում, ինչ արեցի, քննությունից եկա, ոայ իչքան էի հոգնել, չեք պատկերացնի, ժամը 5-ից արթուն եմ, դե անհանգիստ քնել եմ, լարված, այնտեղ մի վայրկյան ազատ ժամանակ չեմ ունեցել, որ ինչ-որ լարվածությունս թուլանար, կարճ ասած, ճանապարհին խոսեցի մի քանի հոգու հետ, այդ աղջիկներն էլ էին իմ կարծիքին, որ ոնց որ թե լավ չէր լսում, ինչև է, կսպասենք արդյունքներին ապրիլի 8-ից հետո, բայց մինչ այդ դե պետք է գնամ բանավոր քննությունը տամ, հոգնած էի շատ, քնել եմ, պատկերացնում եք, չեմ հասկացել ոնց եմ կերել, զարմուհուս հետ մի քանի րոպե խոսել եմ ու գնացել եմ քնելու, պատկերացնում եք վիճակս, մի քանի բան եմ միանգամից ձեռնարկել, տեսեք ինչ անուշ գույն ունի դդումը, շատ ախորժելի է, շատ համեղ է ինձ դուր է գալիս, փորձեք, և կանաչիները, որ պիտի մաքրեմ։ Դե դդումի հյութը արդեն մի բաժակը խմեցի, մի բաժակը դրեցի սառնարան, վարունգը հիմա կտրեմ, ավելացնեմ նեխուրին, այս հյութս պատրաստեմ, բլենդեմ, որ մի որոշ ժամանակ չեմ խմում, ժողովուրդ ջան, իրոք ցանկություն է առաջանում, չնայած բաներ կա, որ դե չես ուզում, բայց հիմնականում այն բանը, որ օրգանիզմը ուզում է, ինքը պահանջում է, ես վերջերս հաճախ եմ դդում ուտում, դդումը շատ լավ է, խոլեստերին ունեցող մարդկանց համար հատկապես, ու ընդհանրապես ցինկ է պարունակում, որը շատ ավելի կարևոր է, մենք այն լավ բաները, մեր պապերից եկած, տատերից եկած, անտեսում ենք, նոր բաներն ենք, չէ, օգտագործում, իբր այդ ավելի առողջարար է, բուժիչ է, ամեն դեպքում դդում շատ օգտագործեք, չգիտեմ հիմա Հայաստանում կա չկա, բայց այստեղ Ֆրանսիայում շատ կա, կտորներով են վաճառում, այդպես ամբողջական փոքրիկ կտորներ կան, դդմիկներ կան, դրանք են վաճառում, մի խոսքով ինձ դուր է գալիս համը, աղցաններ եմ պատրաստում, ես տեսանյութի տակ կտեղադրեմ, կնայեք, տարբեր ձևերի եմ պատրաստում, այդ երկուսն եմ այդպես պատրաստել, նկարել, և շատ համեղ է հատկապես, որ խորովում եմ, դե նայած թե ում որն է դուրս գալիս, ինձ հումն է դուր գալիս, երբեմն է ձև կտրում ուտում եմ, պատկերացնում եք, դե չգիտեմ, առողջարար են, էլի, ամեն դեպքում կարելի է մի փոքր ջուր ավելացնել, հյութի տեղ էլ խմել, ասում են, որ սոված ստամոքսին, բայց ես շատ եմ կարդացի, ինքս էլ դեմ եմ,
Ինչու ես ամեն տեսանյութում նույն բանը չեմ շեշտում, քանի որ իմ մշտական հետևորդները արդեն ինձ գիտեն, ես ասել եմ, որ ինչն է կարևոր, ոնց է կարելի օգտագործել եւ ամեն անգամ չեմ կշկնում, եթե որևէ մի բան եմ ներկայացնում, քանի որ ինքս ստամոքսի հետ կապված խնդիր ունեմ եւ չկա երևի մարդ, որ չունենա այդ գաստրիտային խնդիրները, հելիկոբակտերի պիլորը չունենա եւ այդպես շատ մարդիկ թթվայնության բարձրացում չունենան, ամեն դեպքում գրեթե բոլորի մոտ այդ խնդրը նույնն է։ Եվ բնականաբար ես անում եմ այն, ինչը չի վնասում դանակը դնեմ ձեռքից սենկով։ Հիմա նույնիսկ բազուկ եմ դրել, եփի բազուկով աղցան եմ պատրաստելու, կանաչին եմ մաքրելու եւ ընթրիք եմ պատրաստելու։ Տեսնում եք ինչքան զբաղված եմ։ Հիմա սրա վրա ես ջուր ավելացնեմ, բլենդերով եմ սիրում անցկացրած։ Անցած անգամ էլ ասեցի, որ հյութաքամիչով անց եմ կացրում սելերին, նեխուրը աղույություն է դուրս տալիս, այսպես շատ լավ է ստացվում։ Ահա։ Եվ արդեն միացնելը ձեր ներկայությամբ չեմ միացնի, աղմուկը շատ կլինի, միացնեմ, անջատեմ ու միանամ ձեզ։ Սա էլ ուրեմն նեխուրի եւ վարունգի սմուզին է, այսպես ասեմ, լցրեցի այս շշի մեջ, կդնեմ սառնարան, ջուր կավելացնեմ եւ կխմեմ։ Որոշեցի ձեզ միանամ, աղջիկս զանգեց։ Իր հետ խոսելով կանաչիները մաքրեցի։ Այս ընթացքում արդեն բազուկը եփվեց, սխտորը մաքրեցի, բազուկը կլպեցի։ Խոսելուց հետո նոր դրել եմ, այնքան անջատված եմ այսօր, տարբեր կացանեի մեջ եփեմ հակառակը բրինձն ու ձուկը բրինձի կացա եփեցի։ Բրինձներ ձկան, բայց ոչինչ ջուրը կեփվեն, այս ընթացքում ես արդեն շատ համեղ աղցան եմ պատրաստում, դե բազուկ ես շատ եմ սիրում, աղցանել իհարկե շատ էլի լավն է։ Մի խոսքով սիրելիներս, հենց դա էր էլի խոսում էի քննությունից, ամեն ինչից, բարքերից, կարգերից եւ շատը միացա ոչ միայն որ ձեզ հետ միասին ես այս համեղ աղցանը պատրաստեմ, այլ միացա հիշեցնելու բոլորին, ովքեր Ֆրանսիայում ապրում են, որ հաջորդ տարվանից արդեն Ֆրանս Թավայի ուղարկած դասընթացները, ֆորմացիոները վճարովի են լինելու, այլևս անվճար չի լինելու, զգուշացեք։ Եվ խոսակցություն կանորից շարունակվում է, անընդհատ, ես դա մի անգամ եմ ասել, TikTok-յան իմ հարթակում անընդհատ նորությունները ասում եմ, որ կանխիկ գումար ուզում են վերացնել Ֆրանսիայում, էլի հոկտեմբերին իբր խոսակցություն կա, որ հոկտեմբերից արդեն դու կանխիկ փող չես կարող անել, չնայած բոլոր առևտուրները ամեն ինչը կանխիկ փող չես կարող, մեծ գնումների մասին է խոսքս, բայց ամեն դեպքում էլի որոշ բաներ կարողանում են մինչև 3000 հանել։ Հիմա հնարավոր չէ այդպիսի որոշում են կայացրել։ Եվ մյուս էլի վատ որոշումը, հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատում են, դա աշխատողներին է հիմնականում վերաբերում, ովքեր գնալու են ենթադրենք բուլետեն, աղեմալադի դուք գիտեք արդեն, նոր փոփոխություններ են լինելու ապրիլ ամսվանից, ավելի է քիչանալու, եթե նախկինի համեմատ 1.8 ասենք սմիգը վճարվում, հիմնականում ցածր աշխատավարձով են, չէ՞ չափումներն ասում, հիմա ապրիլի 1-ից լինելու է 1.4%, այսինքն եթե ժամանակ օրը հաշվում էին, այսպես ասեմ 50 եվրո, հիմա հաշվելու են 35-ից 40 եվրո։ Մի խոսքով ժողովուրդ ջան, շատ վատ ժամանակահատված է Ֆրանսիայում եւ ամենուր։ Ում հետ խոսում եմ, որ երկրում խոսում եմ, այսօր որ քննության էի, Հունաստանից մի կին էր Մեքսիկ եկել, 42 տարի Հունաստանում ապրել էր, հիմա տեղափոխվել է Ֆրանսիա, ասում եմ հնարավոր չէր այնտեղ, որովհետեւ շատ քիչ է նախ աշխատավարձը, համեմատաբար եւ աշխատանք ընդհանրապես չկա, շատ վատ է մարդկանց վիճակը։ Դե ես ձեզ իմ տեսանյութերում եմ ասել, այս ընթացքում որ գնացել եմ Հունաստան կամ Կրետե, հենց իրանք էլ էին կղզում ապրում, էլի վիճակը վատ էր։ Չնայած իմ հետևորդներից ասեցին, որ հույները չեն սիրում աշխատել, նաեւ կարող է էլ կա, երկրագնդի վրա շատ տարբեր բաներ են տեղի ունենում,
որը ազդում է ավելի շատ սովորական աշխատավարձով մարդկանց ապրելակերպի վրա։ Սխտոր եմ ավելացնելու և շատ քիչ անկույս թթվասերով եմ անելու, կարող եմ նաև կամ արևածաղիկի ձեթով անել, բայց որ ընկույզը ոնց որ ավելի համով թթվասերով չի, այդպես կանեմ։ Ամեն անգամ տարբեր ձևի անում եմ, հիմա որ հյութերը պատրաստեցի արդեն սմյուզիները, ավելի լավ է արդեն բազուկի հյութ չսարքեմ։ Այդ իսկ պատճառով որոշեցի եփել, այս անգամ եփած հում վիճակով չլինի։ Եվ արդեն այսպես վայելել, մի փոքր ուշ է, 8-ն է արդեն մեզ մոտ, 8 անցել նույնիսկ, բայց ոչինչ, ինձ թվում է հիմա կճաշենք, եթե չճաշենք, մի քիչ պիցա էլ կար, կեսօրին պիցայի պատրաստել, ափսոս ժամանակ չեղավ, որ նկարահանեի, մինչև եկա հոգնած այդպես արագ-արագ։ Ուրեմն կմնա երևի վաղը, չգիտեմ, ես կարող եմ իմ հյութը խմել, տեսնենք Կարենին ինչ կասի, ֆուտբոլ է նայում, մեր Լիլն է խաղում և կարևոր խաղ է խաղում, ոնց որ թե կրվում է, որովհետև արձագանքներ եմ լսում։ Դե ոչինչ պլանը ես փոխեց, ուրիշ բանից էի ձեզ հետ զրուցելու, բայց ես բայի համար այսքանը աղցանս ես արդեն առանձին անեմ, հա, մի փոքրիկ ավելացնելու եմ մաղադանոս, որովհետև շատ թար մաղադանոս է, կոթուններն է շատ համեղ են, դութալի, մի քանի ճյուղ այդպես շատ չեմ անի, որ կանաչի համը շատ կա, կայքի թարմություն կա հաղորդեմ, և այսքան բան սիրելի հետևորդներ, ուրեմն ձեզ մոտիվացիա եմ տալիս, ամեն դեպքում սիրելիներս հոգնածությունս կամաց ոնց որ թե անցնում է, ավելի շատ երևի լարվածություն էր։ Վերջ, ահա։ Դե հիմա ես սա լվանամ, գցեմ աղբը և արագ-արագ սեղան գցեմ։ Ձեզ ցույց կտամ, թե վերջապես ինչ պատրաստեցի, այս պահի համար այսքանը, մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Արդեն պատրաստ է բազուկով աղցանը, մի լավ խառնեմ և համ տեսեմ, չնայած համոզված եմ, որ արտակարգ է, ահա տեսեք։ Բարի լույս սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ։ Ուրեմն ինչ լավ է, չէ, որ երեկոյան գործերը տանում ես, վերջացնում ես, հեմ այլ ազատ գործերով դուրս ես եկել։ Առավոտ շուտ է, չնայած այստեղ հիմնականում ժամը 10-ին են բացվում խանութներ և ամեն ինչ հիմնականում։ Ես ուր գնում եմ ժամը 10-ին է բացվելու, ուր որ է 10-ը կլինի և օրվա մեջ շատ գործեր ունենք։ Երեկոյան ընթրիքին ինչ-որ պատրաստել է չկերանք, ահա տեսեք ինչքան հաճելի է, երբ գործերը տարած վերջացրած է ու արդյանում ես մաքուր է ամեն ինչ։ Չնայած առավոտյան էլ լիքը գործեր արեցի։ Այդ բոլոր տետրեր, գրքեր, ամեն ինչ հյուրասենյակի սեղանից վերցրեցի, տեսակավորեցի, դասավորեցի։ Մի խոսքով մանր-մունր գործեր եմ հասցրել անել, որովհետև շատ շուտ եմ արդյանում, արդեն 10-15 օր կլինի, ժամը 7-ին եմ արդյանում։ Դա նշանակում է, որ արդեն ամառային ժամանակի անցնելու ժամանակն է եկել։ Չեք մոռանում մարտի 30-ին փոխում եք ժամացույցի սլակը, 1 ժամ առաջ են գցելու և այդ դեպքում արդեն եթե ես 7-ին եմ արդյանում, 8-ը կլինի, որը որ շատ լավ է արդեն։ Դե մի քիչ սառն է, բայց արևոտ եղանակ է, շատ գործեր ունեմ, իջնելու եմ նույնիսկ մազիններ կառնել, դրա համար մի քիչ բան է մազերս։ Ներկեմ կարճ ասած այսօր էլի պետք է խանութներ գնանք, դեռ Կարենի սպիտակ վերնաշապիկը չենք էլ գնե։ Ժամանակ չի լինում էլի, երեք դե արդեն ասեցի, որ շատ հոգնած էի, էլ դուրս չեկա տանից։ Մի խոսքով բարձրանում եմ առավոտ շուտ, համ սպորտ եմ անում, համ մաքուր օդ եմ շնչում, եթե իհարկե մաքուր օդ կա։ Մեր քաղաքի օդի մաքրությունը ամենավատն է, ֆրանսերեն ասած մովե շատ վատ էլի, շատ, որը այդպես է նշանակում։ Մի խոսքով չնայած ամեն ինչին, որ մեքենաները հիմնականում փոխված են, էլի, եթե
վառելիքը բանը որակյալ է իրենք հետևում են, բայց շատ կեղտոտ է օդը մեր քաղաքի։ Ինչև է, կհանդիպենք, հիմա գնամ այդ գործս անեմ, իջնեմ տուն, հետո ձեզ կասեմ, թե ինչ գործ եմ հիմա անում, ինչով եմ զբաղված, միգուցե ձեզ էլ մոտիվացիա տամ, ինձ իմ ընկերուհին է տվել, դե կիմանաք ամեն ինչ տեսանյութում։ Առայժմ առավոտյան տաք ջուր եմ խմել, որից հետո խմել եմ այս դդմի հյութը, ջուր եմ ավելացրել, մի մասը կթողնեմ հետո։ Դե տեսեք ինչքան մաքուր է, հաճելի է խոհանոցը, սա էլ երեկվա պատրաստածս ուտեստն է, բրնձով փլավ և ձուկը, որի մեջ ես տարբեր համեմունքներ եմ ավելացնում, ունեմ տեսանյութը, կարող եք նայել։ Ողջույն նորից սիրելիներս, տանն եմ արդեն, հուսով եմ լավ եք, շարունակում եք դիտել տեսանյութը և մեկնաբանությունների բաժնում կգրեք անպայման ձեր կարծիքը։ Ուրեմն սա դրել եմ այստեղ աչքի առաջ, որպեսզի այսօր դասի եմ գնալու, նաև մոռացա ես դա ձեզ ասել։ Դասի եմ գնալու, անցած անգամ մի հատ ինձ պետք էր, վերցրեցի, ասեցի փոխարինաբար տվեք, ես ձեզ համար կբերեմ, հիմա 5 թե 6 հատ դրել եմ, որ տանեմ տան։ Միգուցե պետք չի, բայց ես խոստումս պիտի կատարեմ։ Գնացի այդ մասնագիտական խանութը, վարսավիրական, բազմից եմ ասել, որի անունն է La Boutique du Coiffeur, այնպես որ եթե կան ձեր քաղաքում, օգտվեք, շատ հաջող ներկեր ունեն։ Դե ես չգիտեմ, այս ներքի գույնն է ինձ միշտ դուր գալիս, կենտրոնացել եմ այստեղ, բայց կան էլի ուրիշ ընտրություններ։ 7-ի 1-ը ինչպես միշտ։ Սա եմ վերցրել, վերջացել էր այս յուղը, որը պաշտպանում է մազերը ներկելու ընթացքում, ներկը այդպես շատ չի վնասում մազերը, ընդամենը 4-ից 5 կաթիլ եմ լցնում, իմ չափաբաժինը այդքան է, եթե երևի երկար մազեր լինեն, մի քանի կաթիլ ավել և սա բավականին երկար ծառայում է, մի քանի տարի ինձ համար կոնկրետ է, այդքան շատ չենք անում և 25% զեղչված էր այս մազերի դիմակը, արմատներն է ակտիվացնում և մազերի աճը խթանում է։ Իմը վերջացել էր, չնայած ես սա օգտագործել եմ, վերջացել էր ու Իսպանիայից բերածս եմ հիմա օգտագործում, ուր որին այլ կվերջանա և արդեն այս ֆրանսիականը կօգտագործեմ, սա շատ եմ հավանում, մշտապես դա է։ Հիմա մազերս կներկեմ ես, այս ընթացքում Կարենը կտանի, հիմա ասեմ ինչը կտանի։ Այս տուփը կտա փոստ և կգնա հասցե տիրոջը, ինչ եմ ձեզ առաջարկում, լսել էի, շատ էի լսել, հենց ֆրանսուի էլի եմ ասում, ընկերուհիս շուտվանից էր անում, բայց չէի համարձակվում, ես հիմնականում հին իրերը, թե տան, թե հագուստ, ամեն ինչ որ մտքովդ կանցնի, ես դա Facebook-ով այդտեղ էլի սայտեր կան, էջեր կան, որտեղ որ մշտապես վաճառում էի և վերջին անգամ այդ մանր-մունր բաները վաճառեցի մեր մոտ բրադրի ժամանակ։ Անցած տարի պիտի նորից անեի բրադրի, այն էլ Կարենը համաձայն չեղավ ու այդպես մենք գերադասեցինք քայլել, շրջել, տոնը վայելել, ոչ թե առևտրով զբաղվել ու այդքան բան կուտակվել է, չնայած շատ բաներ ես դեն եմ գցել, սրանք էլ պահել էի, տարբեր տեղեր էի դրել։ Հիմա Ֆրանսիաց ապրողները արդեն գիտեն, երևի թե նորություն չլինի, Wanted այդ ապլիկացիոնը կա, այնտեղ տեղադրում ես, իհարկե շատ մատչելի է, ծիծաղելի գներով է, նույնիսկ նոր բաներն են շատ մատչելի, մարդիկ այդտեղ գնումներ անում, լավը նա է, որ դու ոչինչ չես գրում, օրինակ Facebook-ով որ գրում ես, դու ես հետը պայմանավորվում, դու ես ճշտում, տունդ է գալիս, որ արդեն շատ վտանգավոր է, իհարկե մեծ ապրանքների համար, ասենք հեռախոսս պարտադիր մարդը պիտի գա տան մեջ նայ, իսկ չգիտես թե նա ով է, ինչի համար է գալիս։ Ամեն դեպքում անվտանգ է տուփով ուղարկելը, դե տուփը դու ես ընտրում, ես ունեմ այս տամաղիսի տուփը պատրաստի և տամաղիսից կոշիկ։ Ընդամենը 1 օր եմ հագել, գնացել եմ
դուրս եկել եւ զգացել եմ, որ ոտքերիս շատ անհարմար եմ։ Հետո համապատասխան գույն չգտա։ Այս կոշիկները արդեն 3-րդ տարին է ունեմ։ Որոշեցի վաճառել, լիքը բաներ ես էլ գրեմ այդ վանտեդով եւ վաճառեմ։ Հիմա այս կոշիկը վաճառվել է։ Լրիվ նոր է, այդ տակերը կմաքրեմ, հələ չեմ մաքրել եւ արդեն տեսեք։ Ձևն է սիրուն է, մոդա է, դες մոկասանները մոդա են, ահա, այսպես։ Մի խոսքով, սիրելիներս, եթե չգիտեք, դուք էլ տեղադրեք եւ այդ ինչ որ ավելորդ բաներ ունեք, որ ափսոս է, չեք ուզում դեն նետել, բայց նաեւ չեք կարող նվիրել որևէ մեկին, որովհետեւ նվիրելիս պիտի հայի նվիրես, կամ ենթադրենք հիմա սա շատ նոր է, տանեմ Հայաստան մեկին նվիրեմ, բնականաբար վատ կընդունվի, հայերն է մի քիչ ձևական են, կարճ ասած ամենալավ տարբերակը սա է եւ այսպես տակը մաքրում եմ եւ գնացել էի այդ այսպիսի բան կա հենց այդ սայթն է քեզ ուղարկում էլի դու նույնիսկ այդ բաները չես անում գնացի սա հանեցի քսերոքս արեցի այսպես ասեմ որ այդ տեղը շատ էժան էր 30 կոպեկ այսպես ասեմ սանտիմետր իսկ մեր մոտ հենց մեր շենքից մի 3 րոպեի հեռավորության վրա այս նույն էջը 80 է այն մյուս տողն էլ մի եվրո էր անցած անգամ ասեցի դե դժվար չէ շատ հեռու չէր էլի ոտքով բարձացել է հիմա սա արագ փաթեթավորեմ կտամ Կարենը կտանի փոստում էլ դու ոչինչ չես անում ով որ գնում է նա է կարծեմ վճարում կամ չեն էլ վճարում այ դա չգիտեմ այդ վճարը երևի վերցնում է հենց այդ էջը որտեղ այնտեղ իմ գնից մի քանի բանի տարբերություն է տալիս էլի գինը նույնը չի նշվում կարծեմ 1 եվրո ինչքան ավել է երևի թե տերը գնում է հենց 16 քանիսով ես 15 եվրո եմ դրել իրենք շատ թանկ արժեն բայց 15 եվրո եմ դրել ինչևէ պահել էի սուրբ Ահա սիրելիներս, նման նախաձեռնություն կարող եք ինքներդ անել եւ կարծում եմ գող կմնաք չնայած ոսմատի բանել է թե նայած ով ինչ են անում։ Հիմնականում նայում եմ բրենդներին, այնտեղ նշված է բրենդներ բաներ։ Այդ ձև սիրելիներս, դե այս պահի համար այսքան է, ես մազերս ներկեմ, դե դասիել եմ արդեն գնալու, էլ ինչ էի անելու, հա, մանր դուրս գալու գործ ունեմ, կոշիկ սեպտի գնամ վերցնեմ, արդեն պատրաստ է այսօր ասել եք գազ պետք է դեղատուն գնամ դեղեր վերցնեմ, մի խոսքով անընդհատ վազքի մեջ գնալու եմ, գալու, իսկ միջ այդ մազերս կներկեմ, տեսքի կգամ և հետո կմիանամ ձեզ։ Դե սիրելի հետևորդներ, այսօրվա համար այսքանը, այս խոռը, այս երուզերոտ տեսանյութն էլ մոտեցավ իր ավարտին։ Մաղթում եմ բոլորիդ քաջ առողջություն, երջանկություն, լավ մնացեք ինձ հետ, կհանդիպենք։ Վերջերս շատ մեծ հսկողություն է ոստիկանության կողմից, սա էլ դպրոցի այդ տարածքում է։